Տիգրանաշեն, փոքր, խաղաղ, գողտրիկ մի գյուղ, որն այսօր ապրում է անորոշության ու լռեցված վախի մեջ։ Մինչ իշխանությունները խոսում են խաղաղությունից, մարդիկ բացում են Google Maps-ը եւ տեսնում մի սարսափելի պատկեր։ Տիգրանաշենը ներկայացված է Ադրբեջանի տարածքի հետ կապվող նշումներով։ Պատահական է սա, թե հերթական նախապատրաստող զիջման ազդակ։ Նիկոլ Փաշինյանը տարիներ առաջ հայտարարում էր, որ ոչ մի անկլավ չի հանձնվելու, բայց այսօր արդեն խոսվում է 3 անկլավ Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին։ Լեգենդներ են հորինել, թե ես իբր ստորագրում էի թղթեր, այդ անկլավները, անկլավ կամ ինչ-որ տարածքներ է տալիս, ինչ-որ մարդիկ եկան, վերջին պահին, չգիտեմ, ձեռիցս բռնեցին, դրանք բոլորը հեքիաթ են։ Մենք մեր ուսումնասիրություններով չենք արձանագրել, որ դե յուրե Հայաստանի Հանրապետության տարածքում գոյություն ունեն ադրբեջանական անկլավներ։ Ասեք, որ տարածքն է, որ ուղղակի իմանանք, էլի որտեղ են։ Ադրբեջանի 3 տարածքները, որը Բարխուդարլի, Խելեմլի, Երկուսը տավուշում, իսկ երրորդի շուրջ ամենից հաճախ հնչում է հենց Տիգրանաշենի անունը։ Ու հիմա մարդիկ հարց են տալիս, եթե ոչինչ չէր զիջվելու, ապա ինչու է ամեն անգամ իրականությունը հակառակն ապացուցում։ Մենք այցելեցինք Տիգրանաշեն։ Գյուղացիներից շատերը հրաժարվեցին խոսել տեսախցիկի առաջ, ոչ թե որովհետև ասելիք չունեին, այլ որովհետև հոգնել էին այս իրավիճակից։ Գյուղացիներից ոմանք ասում էին. չենք ընտրելու նրանց, չենք վերարտադրելու այս իշխանությանը։ Այսպես շարունակվելու դեպքում վտանգված է ոչ միայն Տիգրանաշենը, այլ ամբողջ Հայաստանը։ Սրանք պարզապես քաղաքական գնահատականներ չեն, սրանք սահմանին ապրողների ահազանգերն են։ Երբ մարդիկ սկսում են կասկածել, որ իրենց գյուղը կարող է մի օր հայտնվել բանակցությունների սեղանին, դա արդեն պետական կառավարման ճգնաժամ է։ Երբ իշխանության խոսքն այլևս վստահություն չի ներշնչում, հասարակությունը սկսում է ապրել անորոշության ու անվստահության մեջ։ Տիգրանաշենի բնակիչներից մեկը հարցնում էր. ով է տալու երաշխիք, որ վաղն իր տունը, հողը, հիշողություններն ու ինքնությունը չեն դառնալու հերթական քաղաքական պայմանավորվածության գինը։ Հայոց աշխարհը եղել է, կլինի, ոչ մեկ չի կարող որևէ հող տալ որևէ մեկին, որովհետև մեկի առաջ պատասխան են տալու ամեկս Տերը մեզ հետ է, ով կամ մեզ հակառակ։ Ես չեմ ընդունում իր այդ քաղաքականությունը, որ նա սովետական վարչական շրջաններում ուզում է ինչ-որ պետական սահմաններ գծի, որի հիմքը ընդհանրապես գոյություն չունի։ Հայրենիքը քարտեզի վրա գծված գույն չէ, հայրենիքը կյանք է, ու երբ սկսում ես վախենալ սեփական հողի ճակատագրից, նշանակում է վտանգված է արդեն ամբողջ պետության վստահությունը։